Մերձավոր Արևելքում պայթյունը կարծես հետաձգվեց, ԱՄՆ-ն և Իրանը նոր բանակցությունների են պատրաստվում գրեթե 2 օր տևած փոխադարձ հարձակումներից հետո։ Սակայն լուրերը հակասական են։ Թրամփը հայտարարում է, որ Իրանը հանդիպում է խնդրել, հանդիպումը կլինի Քաթարում։ Այնտեղ կմեկնեն Սթիվ Ուիթքոֆը և Փեսա Ջարեդ Քուշները։ Կողմերը կքննարկեն տեխնիկական հարցեր։ Իրանի նախագահը գովաբանել է պայմանագիրը, նա դա անվանել է հիանալի հաղթանակ իրանցի ժողովրդի համար։ Ըստ համաձայնագրի Քաթարը կազատի Իրանի սառեցված $6 միլիարդ ակտիվները։ Հիշեցնեմ, որ լարվածության հերթական պատճառը Հորմուզի նեղուցով անցման թեման է։ Իրանը պնդում է, որ կպահպանի իր վերահսկողությունը այդ ուղու վրա։ Վաշինգտոնը համաձայն չէ։ Նեղուցում ծագած լարվածությունից հետո էր ԱՄՆ-ն հարվածներ հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, իսկ Իրանը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Ամերիկան կրակի օղակում Լոս Անջելեսը ևս պատրաստվում է ջերմային հարվածին։ Գլենդելը փոխում է աշխատանքային ժամերը, ինչ պետք է իմանալ։ Ձեր հեռախոսը լրտես, դատարանը սահմանափակում է ոստիկանության հասանելիությունը։ Ֆուտբոլային ռեկորդներ, քանի հոթ-դոգ են կերել աշխարհի առաջնության երկրպագուները։ Դիսնեյի հեքիաթը վերադառնում է, ինչ սպասել D23-ի մեծ տոնին, և թողարկման երկրորդ մասում սպասեք Ամերիկայի ամենաուժեղ ու կազմակերպված ազգային համայնքների մասին հետաքրքիր փաստերին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ ԱՄՆ բնակչության գրեթե կեսը ենթակա է ջերմահարման ռիսկի, ավելի քան 162 միլիոն մարդ վտանգի տակ է։ 35 նահանգում գործում է շոկի մասին նախազգուշացում, ջերմաստիճանը կարող է հասնել 45 աստիճանի։ Շոկը բարձրակետին կհասնի հուլիսի 4-ի տոնական օրերին, տեղական իշխանությունները բացում են հովացման կենտրոններ։ Արևմտյան նահանգներում իրավիճակը ողբերգական է։ Քոլորադո և Յուտա սահմանին այրվում է շուրջ 500,000 ակր տարածք։ Յուտայում գտնվող Քոթնվուդ հրդեհը դեռ չի մարվել։ Կրակը տարածվում է նաև Արիզոնա և Նյու Մեքսիկո նահանգներում։ Այդ շրջաններում օդի որակը վատացել է, ծուխը լուրջ սպառնալիք է ստեղծում բնակիչների առողջության համար։ Առաջիկա օրերին վտանգը կպահպանվի։ Լոս Անջելեսը ևս պատրաստվում է ուժգին շոկերին, ջերմաստիճանը կգերազանցի սեզոնային նորման, երեքշաբթիից հինգշաբթին կլինեն ամենատաք օրերը, ամենաշոգ օրը կլինի չորեքշաբթին։ Լոս Անջելեսի և Վենտուրայի հովիտներում սպասվում է 30-ից 35 աստիճան տաքություն։ Անապատային հատվածներում ջերմաստիճանը կհասնի 38 աստիճանի, ափամերձ հատվածները կմնան համեմատաբար զով 24-ից 28 աստիճան։ Շոկը բարձրացնում է առողջական խնդիրների սրման ռիսկը, այն վտանգավոր է հատկապես երեխաների և ծերերի համար։ Վտանգի տակ են նաև օդորակիչ չունեցող բնակիչները։ Շոկի մասին զգուշացումը կգործի երեքշաբթիից մինչև հինգշաբթի երեկո։ Չորեքշաբթի հնարավոր են թեթև տեղումներ, դրանց հավանականությունը սակայն շատ ցածր է։ Ուրբաթ օրվանից սպասվում է ջերմաստիճանի նվազում, շոկը կթուլանա և կդառնա ավելի տանելի։ Գլենդել քաղաքի վարչակազմը նոր աշխատանքային գրաֆիկ է սահմանել։ Փոփոխությունները կմտնեն ուժի մեջ հուլիսի 3-ից։ Քաղաքը շարունակելու է աշխատել շաբաթվա 5 օրը։ Երկուշաբթիից հինգշաբթի քաղաքացիները կարող են այցելել գրասենյակներ։ Ուրբաթ օրերին աշխատանքը տեղափոխվում է հեռավար ձևաչափի։ Անհրաժեշտ ծառայություններից կարելի է օգտվել հեռախոսով կամ համացանցով։ Քաղաքապետարանի շենքը, մունիցիպալ ծառայությունները և էներգետիկ ընկերության գրասենյակը հետևում են այս կարգին։ Գլենդելի բնակիչները կարող են թույլտվություններ ստանալ կամ վճարումներ կատարել առցանց։ Յուրաքանչյուր դեպարտամենտ ունի իր աշխատանքային կարգը։ Մանրամասները և հաճախ տրվող հարցերի պատասխանները ներկայացված են քաղաքի պաշտոնական կայքում։ Լոս Անջելեսի Բոյել Հայթսում հրդեհից հետո իրավիճակը մնում է սարսափելի։ Պահեստում կուտակված 85 միլիոն ֆունտ սնունդը փտում է և ծխի փոխարեն այժմ գարշահոտն է խեղդում շրջակա տարածքի բնակիչներին։ Քաղաքային իշխանությունները սկսել են մաքրման աշխատանքները, միաժամանակ քաղաքը օգնություն է տրամադրում վտանգավոր գոտում հայտնված բնակիչներին, հատկացնելով սննդի քարտեր և ֆինանսական աջակցություն։
Բնակիչները ջրի աղտոտման հետ կապված մտահոգություններ ունեն։ Տարածքով անցնող ջրերը թափվում են Անջելես գետը։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարբերաբար ստուգում են ջրի որակը։ Խնդիրն այն է, որ աղտոտված ջուրը կարող է հասնել մինչև Լոնգ Բիչ։ Արդյունքները պարզ կլինեն մի քանի շաբաթից։ Լոս Անջելեսի հրշեջծառայությունը դեռ հսկում է շենքը, մարում դեռ մնացած կրակի օջախները։ Իշխանությունները պատրաստվում են դատական գործ հարուցել պահեստի սեփականատիրոջ դեմ։ Քաղաքը նպատակ ունի սեփականատիրոջը պատասխանատվության ենթարկել եւ նրանից փոխհատուցում ստանալ։ Լուրեր ունենք նաև պաշտոնական լրահոսից։ ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է հաշվել ընտրություններից հետո ստացված քվեաթերթիկները։ Սա նշանակում է, որ փոստային քվեարկության կանոնները մնում են ուժի մեջ։ Դատարանը որոշել է, որ նահանգային օրենքը դաշնային օրենքին չի հակասում։ Այս որոշումը վերաբերում է 14 նահանգի, այդ թվում Կալիֆոռնիա եւ Թեքսաս նահանգներին։ Թրամփը որոշումն անվանել է հսկայական կորուստ եւ պահանջել ընդունել Save America Act-ը։ Դեմոկրատները հակառակը դժգոհ են դատարանի վճռից։ Իրավապաշտպանները նշում են, որ այս որոշումը պաշտպանում է ընտրողների իրավունքները։ Գերագույն դատարանը հաստատել է նահանգների իրավունքը ինքնուրույն վարել ընտրական գործընթացը։ Գերագույն դատարանը գրեթե միաժամանակ կայացրել է երկու հակասական որոշում։ Թրամփը կորցրեց դաշնային պահուստային համակարգի անդամ Լիզա Քուքին պաշտոնից հեռացնելու հնարավորությունը։ Միաժամանակ նա ստացավ անկախ գործակալությունները վերահսկելու լայն իրավունք։ Մասնավորապես դատարանը թույլ է տվել հեռացնել առևտրի դաշնային հանձնաժողովի անդամին շեղյալ հայտարարելով 1935 թվականի կարևոր նախադեպը, որը սահմանափակում էր նախագահի լիազորությունները։ Այս վիճակը փոխում է ամերիկյան կառավարման ավանդական համակարգը։ Անկախ գործակալությունների աշխատանքը այժմ կապված է նախագահի քաղաքական կամքից։ JetBlue ավիաընկերության ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքի։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի Ջոն Քենեդի անվան միջազգային օդանավակայանի մոտ։ Օդաչուն հայտնել է, որ սարքը հարվածել է օդաչուի խցիկին։ Ինքնաթիռը թռչում է Լաս Վեգասից։ Այն բարեհաջող վայրէջք է կատարել, ուղևորները ինքնաթիռից դուրս են եկել առանց վնասվածքների։ Ավիաընկերությունը հայտնել է, որ վնասի հետքեր չկան, ամեն դեպքում ինքնաթիռը հանվել է չվերթներից ստուգումների համար։ Բախումը տեղի ունեցել 3000 ֆուտ բարձրության վրա։ Օդաչուն այդ մասին հայտնել է ռադիոկապով։ Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել։ Օրենքով անօդաչուները կարող են թռչել 400 ֆուտից ցածր։ Օդանավակայանների մոտ թռիչքներն ընդհանրապես արգելված են։ Անօրինական գործողությունների համար սպառնում են տուգանքներ, հնարավոր է նաև քրեական մեղադրանքներ անօդաչուների օպերատորների դեմ։ Հետաքննությունը շարունակվում է։ Այլևս ոչ ոք չի կարող առանց թույլտվության հետևել ձեր տեղաշարժին։ Գերագույն դատարանը որոշել է, որ անհատական հեռախոսների տվյալների օգտագործման համար հարկավոր է դատարանի օրդերը։ Վիճելի հարցը ծագել էր Վիրջինիայի բանկային կողոպուտի գործով։ Ոստիկանությունը գեոցանկապատման օրդերի միջոցով Google-ից ստացել էր տվյալներ։ Այդ մեթոդը թույլ էր տվել տեսնել հանցագործության վայրում գտնվող բոլոր օգտատերերին։ Դատարանը այս գործողությունը համարել է անձնական կյանքի իրավունքի խախտում։ Քննիչները բանկի կողոպուտչին գտել են հեռախոսի տվյալների միջոցով։ Այժմ գործը կվերադառնա Ստորին Ատյան լրացուցիչ քննության։ Դատարանը չի հաստատել նախորդ օրդերի օրինականությունը։ Այս վճիռը նոր նախադեպ է թվային դարաշրջանի համար։ Գերագույն դատարանը նախկինում է պաշտպանել քաղաքացիների իրավունքները թվային ոլորտում։ Հերթական որոշումը հաշվի առնելով ոստիկանությունը հետագայում ստիպված կլինի ավելի հիմնավորված պահանջներ ներկայացնել դատարան անձնական թվային տվյալներին մուտք ունենալու համար։ Բանտարկյալները գրավել են բանտի մի մասը, դեպքը գրանցվել է Հյուսիսային Քարոլինայում։ Հարձակումը սկսվել է առավոտյան։ Բանտարկյալները ծեծել են պահակներին ու երկուսին պատանդ վերցրել, փաստացի հսկողության տակ առնելով բանտի շենքի մի մասը։ Բանակցություններից հետո պատանդներն ազատ են արձակվել, հատուկ ջոկատայինները մտել են շենք, նրանք բանտարկյալներին տեղափոխել են այլ վայրեր։ Դեպքը քննում է նահանգի հետաքննչական բյուրոյի աշխատակիցները, նրանք ստուգում են բանտի պայմանները։ Հետաքննությանը մասնակցում է նաև FBI-ը։ Բանտում եղել է 88 կալանավոր, նրանց մեջ կան ինչպես սպանության համար դատապարտվածներ, այնպես էլ թեթև հանցագործություն կատարածներ։ Իրավապահները դեռ պարզում են խռովության պատճառները, վիրավորներին տեղում օգնություն են ցուցաբերել, նրանց վիճակը լավ է, փոխարենը շենքում կան զգալի ավերածություններ։
Բրբենքում մի տղամարդ կարող է բանտում հայտնվել $28 գողանալու համար, ընդ որում կողոպուտը չի հաջողվել։ Տղամարդը խանութներից մեկից գողացել էր բարեգործական արկղը։ Խանութի աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել, իրավապահները Կասկածյանին գտել են փողոցներից մեկում։ Երիտասարդը փորձել է փախչել, ոստիկանները հետապնդել են նրան եւ բռնել են տներից մեկի բակում։ Կասկածյալին տարել են ոստիկանական բաժին, ոստիկանները վերադարձրել են գողացված գումարը։ Հակառակ գումարի համեստ չափին, ընդամենը $28, տղամարդը կմնա կալանքի տակ։ Չինացի միլիարդատերը ԱՄՆ-ում դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, նա մեղադրվում է հսկայական ֆինանսական խարդախությունների մեջ, ինչի պատճառով ավելի քան 1000 մարդ կորցրել է հարյուրավոր միլիոններ։ Տղամարդը ժամանակին եղել է Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Որպես իշխող կուսակցության քննադատ նա 10 տարի առաջ փախել էր Չինաստանից ու ապաստանել ԱՄՆ-ում։ Ընդդիմադիրի անվան տակ հավաքած գումարով նա շքեղ կյանք է վարել։ Դա է գրավել իրավապահների ուշադրությունը։ Նրանք պարզել են, որ միլիարդատերն ունի անօրինական եկամուտներ։ Դատարանի որոշմամբ նա բանտում կմնա շուրջ 3 տասնամյակ։ Ծնողները կստանան համացանցում երեխաներին վերահսկելու նոր գործիքներ։ Կոնգրեսը ընդունել է երեխաների համացանցային և թվային անվտանգության ակտը, որը փակում է անչափահասների մուտքը համացանցի որոշ հատվածներ։ Օրենքը նաև սահմանափակում է գովազդի համար երեխաների տվյալների օգտագործումը։ Քննադատները սակայն զգուշացնում են վտանգների մասին, էլեկտրոնային սահմանների հիմնադրամում դեմ են այս փաստաթղթին։ Ըստ նրանց, տարիքային ստուգումները կխոչընդոտեն խոսքի ազատությանը։ Տեխնոլոգիական ընկերությունների շահերը պաշտպանող NetChoice խումբը նույնպես դժգոհ է։ Նրանք կարծում են, որ օրենքը վնասում է գաղտնիությանը։ Օրինագիծը դեռ պետք է ստանա Սենատի հավանությունը։ Սենատորները քննադատում են ներկայացուցիչների պալատի տարբերակը։ Նրանք կարծում են, որ այն թույլ է եւ պնդում են, որ երեխաներին պաշտպանելու համար ավելի խիստ քայլեր են հարկավոր։ Առաջիկայում այս թեմայի շուրջ նոր քննարկումներ կլինեն Սենատում։ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մասնակիցների թվով արդեն գերազանցում է բոլոր ռեկորդները։ Այն արդեն ընդունել է 4.6 միլիոն երկրպագու։ Սա գերազանցում է 1994 թվականի նախորդ ռեկորդը։ Այս տարի մրցաշարին մասնակցում է 48 թիմ, դա 16 թիմով ավելի է, քան 2022 թվականին։ Խաղացողների ընդհանուր թիվը 1248 է։ Առաջնությունը հսկայական շահույթ է բերում խաղերը հյուրընկալող երկրներին՝ ԱՄՆ-ին, Կանադային և Մեքսիկային։ Մրցաշարի ընթացքում երկրպագուների կերած հոթ-դոգերի թիվը անցել է 300,000-ը։ Մրցաշարն այժմ անցել է փլեյ-օֆ փուլին։ Լոս Անջելեսի SoFi մարզադաշտում արդեն անցկացվել է 5 հանդիպում, այստեղ ևս 3 հանդիպում կլինի։ Դիսնեյի երկրպագուների գլխավոր տոնը D23-ը վերադառնում է Անահայմ։ Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 14-ից 16-ը։ Կազմակերպիչները խոստանում են մեծ շոուներ, ծրագրում կա ավելի քան 50 պանելային քննարկում։ Երաժշտական ծրագիրը շատ հարուստ է լինելու։ Disney Rewind համերգը կհիշեցնի 80-ից 90-ականների հիթերը։ Այն տեղի կունենա ուրբաթ և շաբաթ երեկոյան։ Կմասնակցեն Բրոդվեյյան հայտնի դերասանները։ Կիրակի օրը ելույթ կունենա լեգենդար Ալան Մենկենը։ Նա կկատարի երգեր Գեղեցկուհի և հրեշ ֆիլմից։ Հոնդա կենտրոնում կքննարկեն այգիների և նոր ֆիլմերի թեմաները։ Կիրակի կլինի Disney-ի լեգենդների մրցանակաբաշխությունը։ Եզրափակիչը տեղի կունենա կիրակի։ Մանրամասն ծրագիրը արդեն հասանելի է օնլայն ընկերության պաշտոնական հարթակներում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ Ֆլորիդայի գետերից մեկում կին է զոհվել ալիգատորի հարձակումից, նա հանգստանում էր ընկերների հետ։ Ալիգատորը ոչ խորը ջրում է հարձակվել կնոջ վրա, պոկելով նրա երկու ձեռքերը։ Տուժածը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը, իշխանությունները բռնել են 2 մեծ ալիգատոր։ Նրանցից մեկը 13, մյուսը 12 ֆուտ երկարություն ունի։ Փորձագետները կատարում են ԴՆԹ-ի ստուգում, փորձելով գտնել հարձակվող կենդանուն։ Վերջին շրջանում Ֆլորիդայում ալիգատորների հարձակումները հաճախակի են դարձել, միայն վերջին 1 շաբաթում 3 դեպք է եղել։ Մի փոքր ավելի վաղ նահանգի մեկ այլ շրջանում ալիգատորը կծել էր մի տղայի, նրան հաջողվել էր փրկել։ Մանհեթեն Բիչը նոր էլեկտրական փոխադրամիջոց է գործարկել, այն ունի կանգառներ ու հստակ երթուղիներ, մեկ ուղևորության գինը $5 է։ 55-ից բարձր տարիքի ուղևորները հուլիսից կվճարեն կեսգին։ Ծրագիրը կգործի 6 ամիս, դրանից հետո կորոշվի շարունակել այն, թե ոչ։ Մեքենան հնարավոր է պատվիրել հավելվածով, որը կարելի է ներբեռնել նաև Մանհեթեն Բիչ կայքից։ Տրանսպորտը աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ երկուշաբթիից հինգշաբթի մինչև երեկոյան ժամը 9, ուրբաթ և շաբաթ մինչև 10։
Կիրակի մինչև 8 ուղևորությունները պետք է լինեն քաղաքի սահմաններում, ծառայություն ունի 2 փոքր էլեկտրամեքենա։ Դրանք սպասարկում են խիտ թաղամասերը, կան նաև 2 սեդան եւ 1 վան, որն ավելի հարմար է հաշմանդամություն ունեցողների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Լոս Անջելեսի շրջանի հարկերից։ Ֆուտբոլային տենդը հասել է Մակդոնալդսին։ Կալիֆոռնիայի հարավում գտնվող սրճարանները բաժակներ են նվիրում։ Ակցիան սկսվում է հուլիսի 1-ին։ Այն համընկնում է ԱՄՆ հավաքականի հերթական խաղի հետ։ Ամերիկացիները մրցելու են Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ։ Խաղը կայանալու է Սանտա Կլարայի մարզադաշտում։ Բաժակները սահմանափակ քանակով են արտադրված։ Բաժակը ստանալու համար հաճախորդը պետք է կատարի $7 ոչ պակաս գնումներ։ Պատվերը պետք է կատարել Մակդոնալդսի հավելվածի միջոցով։ Բաժակների վրա 8 հայտնի ֆուտբոլիստների նկարներ են, նրանց շարքում է նաև Դեյվիդ Բեքհեմը։ Ի դեպ, բաժակներից մեկի վրա նաև Լոս Անջելեսի թիմի խաղացող Հյունգ Մինի նկարն է։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, Մանու Հարությունյանը թողարկման երկրորդ հատվածում պատմելու է Ամերիկայում գտնվող ազգային համայնքների մասին։ Բարև ձեզ։ ԱՄՆ-ում ապրում են ավելի քան 340 միլիոն մարդ, որոնք իրենց ծագումը կապում են հարյուրավոր ժողովուրդների հետ։ Ռեկորդային է նաև բազմազանությունը։ Հարց է ծագում, որոնք են ամենամեծը, ամենահարուստն ու ամենաազդեցիկը։ Ավելի սրեմ հարցը, արդյոք ամենամեծ համայնքներն են ամենաուժեղը եւ ով է ի վերջո ձևավորում Ամերիկայի իրական ուժը։ Ամերիկայի ազգային համայնքների պատմությունը սկսվում է դեռևս գաղութային շրջանից։ Անգլիացիներին, գերմանացիներին ու իռլանդացիներին հետագայում միացան իտալացիները, հրեաները, լատինաամերիկացիները, ասիական բազմաթիվ ժողովուրդները, այդ թվում հայերը։ Այսօր ԱՄՆ-ում կարելի է հանդիպել հարյուրավոր ազգային մշակութային խմբերի։ Նրանցից շատերը ձևավորել են սեփական, տնտեսական, մշակութային եւ քաղաքական կենտրոնները։ Եթե խոսենք թվերով, ապա գերմանական ծագում ունեցող ամերիկացիները շարունակում են մնալ երկրի ամենամեծ ազգային համայնքներից մեկը։ Նրանց թիվը գնահատվում է ավելի քան 40 միլիոն։ Գերմանացիները վաղուց դարձել են ամերիկյան արդյունաբերության, ճարտարագիտության, գյուղատնտեսության եւ բիզնեսի կարևոր շարժիչ ուժերից։ Նրանց ազդեցությունը հատկապես զգացվում է Միջին Արևմուտքում։ Գերմանական ծագում ունեն բազմաթիվ հայտնի ամերիկացիներ, այդ թվում ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Այզենհաուերը, Փարթիրաշինության առաջամարտիկ Վերներ ֆոն Բրաունը։ Գերմանական համայնքը մեծ դեր է խաղացել մեքենաշինության, գիտության եւ արտադրության ոլորտներում։ Ամենահայտնի միջոցառումներից մեկը Oktoberfest Cincinnati փառատոնն է, որը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ գերմանական փառատոնը։ Մեծությամբ հաջորդը կարող ենք համարել իռլանդական համայնքը։ Տարբեր գնահատականներով ավելի քան 30 միլիոն ամերիկացի իռլանդական ծագում ունի։ Նրանք մեծ դեր են ունեցել հատկապես դիվանագիտության, ոստիկանության, կրթության եւ հանրային կառավարման ոլորտներում։ Իռլանդացիների ինտեգրումը հաճախ համարվում է ամերիկյան հաջող ինտեգրման լավագույն օրինակներից մեկը։ Իռլանդական ծագում են ունեցել նախագահներ Ջոն Քենեդին եւ Ջո Բայդենը։ Նյու Յորքից մինչև Բոստոն իռլանդական համայնքները տասնամյակներ շարունակ ազդեցիկ դեր են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների եւ կրթական համակարգերի զարգացման գործում։ Իսկ Սուրբ Պատրիկի օրվա շքերթներն այսօր էլ միլիոնավոր մարդկանց են համախմբում ամբողջ Ամերիկայում։ Հրեական համայնքը թվով այնքան մեծ չէ, որքան որոշ այլ խմբեր, սակայն ազդեցությամբ հաճախ դասվում է առաջինների շարքում։ Տարբեր գնահատականներով ԱՄՆ-ում ապրում է մոտ 7.5 միլիոն հրեա։ Գիտության, ֆինանսների, մեդիայի, իրավունքի եւ բարեգործության ոլորտներում նրանց ազդեցությունն իսկապես բացառիկ է։ Եթե հիմք ընդունենք, որ կապիտալն է կառավարում աշխարհը, ապա պետք է ընդունենք ԱՄՆ-ում հրեական համայնքի բացառիկ կշիռը։ Հետազոտությունների համաձայն հրեական համայնքի ընդհանուր ունեցվածքն Ամերիկայում կազմում է ուշադրություն շուրջ $15 տրիլիոն։ ԱՄՆ-ում գրեթե բոլոր ոլորտներում հրեական համայնքն ունի ընդգծված ներկայություն քաղաքականից մինչև տնտեսական, մարզականից մինչև մշակութային։ Իսկ հայկական համայնքը թեև թվով փոքր է նախորդների համեմատ, ԱՄՆ-ի ամենահաջողված ու կազմակերպված սփյուռքյան կառույցներից է։ Ամերիկահայ համայնքը հարստությամբ դասվում է ԱՄՆ-ի ազգային համայնքների առաջին տասնյակի մեջ եւ երբեմն նշվում է նույնիսկ 8-րդ տեղում մոտ $400 միլիարդ ընդհանուր կարողությամբ։ Ամեն դեպքում հարյուրավոր խոշոր մրցակիցների պայմաններում առաջին տասնյակում լինելը, հավատացեք, լավ արդյունք է։
Տարբեր գնահատականներով երկրում ապրում է շուրջ 1 միլիոն հայ։ Ամերիկահայերը զգալի հաջողություններ են գրանցել բիզնեսում, բժշկությունում, տեխնոլոգիաներում, արվեստում եւ քաղաքականությունում։ Հայկական խոշոր կենտրոններ կան հատկապես Լոս Անջելեսում, Գլենդելում, Փասադենայում եւ Բըրբենքում։ Հայ համայնքի հայտնի ներկայացուցիչներին կարելի է հանդիպել գրեթե բոլոր ոլորտներում՝ գիտությունից մինչև տնտեսություն, մշակույթ ու մարզաշխարհ, նաեւ պետական կառույցներում։ Ամերիկայի ուժը միայն տնտեսության կամ բանակի մեջ չէ, այն նաև հարյուրավոր ազգային համայնքների կուտակած փորձի, կապերի, կրթության եւ ձեռնարկատիրական մշակույթի արդյունք է։ Գերմանացիներ, իռլանդացիներ, հրեաներ, հնդիկներ, չինացիներ, հայեր եւ տասնյակ այլ ժողովուրդներ միասին ստեղծել են մի երկիր, որտեղ բազմազանությունը ոչ թե բացառություն է, այլ արդեն 250 տարեկան ամերիկյան ինքնության կարևոր մասը։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։